Դեմերչյան փողոցի վրա ենք, վատավոր քամի է։ Ստեղ սենց տուն է կառուցվում, նորակառույց է։ Ես մեկը ավարտած է արդեն, հանձնած է։ Ու եկեք մենք այս ուղղությամբ գնանք, այնտեղ կոմպոզիտորների տունը պետք է լինի։ Այսպես իջնենք դեպի կոմպոզիտորների տուն։ Այս երկու բարձրահարկների մեջտեղը սենց մի հատ առանձնատուն է։ Ես են ավարտած բարձրահարկն է, տեսեք ինչ մուտք ունի։ Այս կոնտրաստ լուսավորությունը դժվար է նկարելը։ Այս սենց մի քիչ հեռվից սենց տեսարան է։ Դեմերչյան փողոց։ Ստեղ էլ սենց իջնում է դեպի Սարյան փողոց։ Բայց մեքենայի ճանապարհ կա թե չէ, չգիտեմ։ Այս սրանք սովետական շենքեր են բոլորը։ Այս էլ ձախից կոմպոզիտորների տունն է։ Գնանք այդ կողմ։ Ստեղ սենց շենք է մի քիչ անհասկանալի։ Երևի վերանորոգելու են։ Հայաստանի կոմպոզիտորների միություն։ Հիշում և պահանջում ենք։ Էդվարդ Միրզոյանն է ապրել։ Ես էլ մուտքն է։ Ես էլ գնում է դեպի Պրոշյան կամ Պարոնյան, չգիտեմ երբ է կոչվում Պրոշյան և Պարոնյան։ Սենց թաղամաս է, սովետի վաղտվա կառուցված տներով։ Այս կոմպոզիտորների տունը Ես էլ սենց տեսարան է։ Ես էլ դեպի Պրոշյան Պարոնյան։ Ես սենց լուրջ խանութ է։ Վենգընդ Ոլովսան։ Ես էլ դալան է, իհարկե մեջը նկարած։ Մոտեցանք Խաչմերուկին։
Դեմերչյան պրոշեն, հա, պոստերում։ Եկեղեցին, հա։ Այ անունը չգիտեմ հաստատ, կարծեմ Սուրբ Հովհաննես է, հա։ Հետևը Դվին հյուրանոցն է երևում։ Ստեղ էս փողոցն է, որ մեքենաները իջնում են։ Շանը դեպի Մարշալ Բաղրամյան։ Այս դարպասն էլ որ երևում է, այդտեղ մեքենաներն են մտնում նախագահի, այնտեղ առանձնատներ են ինչ-որ, դե կոմունիստների վաղթվանից կար էդ, եթե հիշում եք։ Ես էլ Դեմերչյան փողոցն եմ, մենք այդտեղից եկանք, ես սև մեքենան սպիտակ որ իրար այդտեղից դուրս եկան։ Առանձնատների Պարիսպն է, Պարիսպի հետևն է, ու եկեղեցին ու Դվինը։ Ստեղ էլ հետաքրքիր անունով ռեստորան է, Ռեկվիում։ Ստեղ ինչ-որ հիմնար կա, միջազգային, հեսա մոտենանք նայենք։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն, սենց սիրուն բակը, սենց պատվիրակություն է։ Ստեղ էլ սենց ցանկապատ է արած, ինչ պետք է արնի, չգիտեմ, սենց դատարկ տեղ է, տարածքում, ու եկեղեցին է։ Ես էլ փոստի շենքն է։ Ես որ Ռեկվիում էր գրած, սխալվեցի, ռեստորան չէր, բայց ինչ էր պարշի, փակ է ու ոչ մի ցուցանակ չկա։ Են հերվում էր նորակառույց տունն է երևում, Զորի վրա է, եղել եմ այդտեղ դրա բակը։ Բայց խին մտածեցի, որ ռեստորան պետք է լինի։ Այս փողոցի վրա քանի որ սաղ ռեստորաններ են, երևի դրա համար։ Դե գնացինք Դեմերչյան, ժամանակը սպառվեց։ Այս փողոցը, որ մեքենան գալիս է, մի վաղ կոչվում էր Ֆռիկի փողոց, բայց հիմա ոչ մի ցուցանակ չկա, որ իմանամ ոնց է կոչվում։ Ես էլ Դեմերչյանը։ Դե գնացինք Դեմերչյանով։ Եկեք են մի մայթով էլ հետ գնանք, դինացի մայթով։ Այդ ցույց տվեցի, որ իմանաք, որ Երևանում ենք։
Դեմերճյան փողոցի վրա։ Եկեք սրանով հրաժեշտ տանք։ Համանակ ստեսին ձեզ։ Ժամը 7-ն է, Չնայած հրաժեշտ տվեցի, բայց կոմպոզիտորների տանը հրաժեշտ չտվեցի, ահագին երկար մնացի ես ռայոնում։ Հիմա բարձրացել եմ ես կոմպոզիտորների տան, ես մի կողմից, տեսանք սրճարաններ, ես դիմացը Պուշկինի փողոցն է, իսկ աստիճանները իջնում են Սարյան փողոց։ Այս մեքենան մոտեցավ Խաչմերուկին, փաստորեն, Սարյան Պուշկին։ Հեսա թեքվեց Սարյան։ Ստեղից սենց տեսարան է։ Այս շենքը են Մոսկովյանի վրա, են նորակառույց շենքն է, որ Մոսկովյանը հասնում է համարյա արդեն Բաղրաման Սարյանով գնում ես։ Ես էլ կոմպոզիտորների տունը այս կողմից։ Մի հատ էլ ներքևից նկարեմ ու շարժվենք։ Ստեղ էլ խաղով է, ֆարմայա։ Ես երկու շենքն էլ են նորակառույց Սարյանի վրա։ Ես են աստիճաններն աստեղ։ Սարյանից փաստորեն գալիս եք, ցած բարձրանում եք։ Կոշիկը վերանորոգում եք։ Այս աստիճաններով բարձրանում եք։ Հետո այն աստիճաններով եք բարձրանում ու հայտնվում եք անը, եթե դուք կոմպոզիտոր եք։ Ստեղ էլ սրճարան է, սենց։ Սա շենքը, որը Պուշկինի վրայից շատ լավ երևում է։ Ժամը չեմ նայել, մի րոպե։ Նայեցի, 9:15 պակաս։ Այսինքն կոմպոզիտորների տուն, այն կողմը Դեմերճյան փողոցն է, այս կողմն էլ փաստորեն Սարյան փողոցն է։ Ու Պուշկին փողոցի վերջը։ Մի հատ էլ լավ մնաք։ Ստեսին ձեզ։